Ես իմ ընտանիքը պահում եմ հենց այդ գործով։ Ես գնում եմ աշխատում եմ, իմ ընտանիքը ստեղ եմ պահում։ Իսկ հիմա չեն թողնում, ասում են զապրետես։ Դիտվարենյա են արել։ Իսկ հիմա տամոժնի սայզ ենք մտել։ Փոխանակետ այդ գործերով մի հոգի չէ, շատերը սոված նստենք ստեղ ինչա որ տենանք ինչ արեմ։ Չեմ կարող գնալ, որովհետև այնտեղից ինձ ասում են Դիտվարենյա է։ Զապրետ ունեք։ Իսկ ես չգիտեմ, ես ինչ անեմ, ես 3 տարի է, 5 տարի է, ես չգիտեմ ոնց ստեղ կարելի է։ Գույնը այդ ճանապարհները, այդ խնդիրները բարձրացնեն ու գույնը այդ խնդիրներով զբաղվեն, որ կարողանանք մենք գնանք մեր ընտանիքները պահենք։ Հիմա մենք չենք կարողանում։ Վաբշե չգիտենք ինչ անենք, որ կողմ գնանք։ Ստեղ ես տալիս եմ իմ паспорт, ասում եմ ստուգի, տես ինչա, կարամ գնամ թե, ասում եմ մենք այս հարցերով չենք զբաղվում։ Ոչ էլ Ռուսաստանի պասպորտն է զբաղվում։ Հիմա մենք չգիտենք ումը, ես ում մտանեմ իմ անձնագիրը տամ, որ զբաղվի այդ հարցերով։ Մենք ուղղակի խնդրում ենք, մեր խնդրանքն է, որ գույնը ինչ որ մի հարցով, հա, օգնեն էլի, մենք կարողանանք գնանք աշխատենք, մեր ընտանիքները պահենք։ Բոլորն էստեղ երեխակին ունեն։ Չենք իմանում։ Խնդիրը նրա մեջ է, որ դիմում են գրե ժողովուրդը 5 ամիս առաջ։ Ոչ պատասխան ստանում, ոչ է։ Գոնե մի հատ պատասխան ստանանք, որ իմանանք ինչ է, հայ է, չէ է, չեն թողում են, թե մեր գրածը ստե անիմաստ է։ Առաջի հարցին պատասխանել են, որ 2 ամսու կեսում ամենաշատը պետք է 3 ամիս։ Իսկ մեր դիմում գրածը 5 ամսից ավել, 6-րդ ամիսն է մտնում։ Ու ամեն զանգելով համար են տալիս, ասում են զանգեք, պատասխանը կասենք։ Այդ համարը հիմի չկա, որտեղ տեղափոխվել են, մի հոգի չէ, 2 հոգի չէ։ Հազարների մասին է խոսքը, հազարավոր մարդիկ այս կարգավիճակում են։ Հիմա մտել ենք այս Եվրո միություն իրանց այդ ում համար են այս հասարակ տամոժնի սա ժողովրդի համար են մտել, թե իրանց ֆորերը տանել բերելու համար են մտել։ Ոնց երկիրն են կառավարում, նենց էլ ազգին են վերաբերվում։ 3000 հոգու մեջից, ասենք հանում են 100 հոգու։ Այդ 3000-ից, ասենք 60000 հիմա մարդ կա։ Այդ 60000-ից պետք է հանեն ընդամենը 60 հոգու, բա մնացածն ինչ անեն։ Սա հույսները ստեղի վրա։ Ես թոշակառու եմ, բանի թոշակառու։ Ասենք ստեղ ես իմ բուժումը չեմ կարծել, գնացել եմ այնտեղ բուժվելու, ու ասենք ես որ ասենք քաղաքացի չեմ այնտեղի, ասենք ինձ ոչ մի թուղթ չեն տվել։ Հիմա ես պետք է գնամ իմ բուժումը շարունակեմ այնտեղ։ Ստեղ ինձ ասում են մերժվել են։ Ինչի համար, ոչ մի բան չեն ասում։ Ես հիմի պետք է գնամ բուժվեմ, ես բուժում պետք է ստանամ։ Հիմի կիսատ է մնացել իմ բուժումը, ես ոնց գնամ։ Ամբողջ ընտանիքս Ռուսաստանի քաղաքացի է։ Առաջի դիմումը տվել եմ մարտ ամսին ու ներկայացրել եմ իմ տղայի անձնագիրը ռուսական։ Առանց հիմքը վերցնելու, որ ես իր մայրն եմ, պատասխանեցին, որ ոչ։ Երկրորդ դիմումի պատասխանը հեռախոսները անջատել են, արդեն հիմք եմ դրել, որ ես իր մայրն եմ։ Ամբողջ ընտանիքս ընդեղ 14 հոգի մենակ ես հիվանդ ակողնային հաշվանդամ պարկած եմ եւ անջատել են մախսուս հեռախոսները, որպեսզի մեզ չպատասխանեն։ Ես մարզից հասել եմ ստեղ ու նույնիսկ այսօր էլ չպատասխանեցին ոչ մի բան։ Դուք պատրաստ եք վճարել որևէ տույժ, որ գնաք Ռուսաստան։ Մենք պատրաստ ենք մեր սխալ պահելու համար մեր տույժը վճարենք։ Թող իշքը թեկուզ 5000 ռուսական, բայց մեզ ոչ մեկը խորհուրդ չի տալիս։ Ես անգամ մոտս թուղթ ունեմ, տույժը վճարած, չեկով մեկով գրպանում սա, կարամ ցույց տամ։ Մուծել ենք այդ տույժը, էլի անգամ չեն թողում։ Իսկ եթե ազգանուն ու անուն փոխենք ամոթա մեր պետությանը, որ մենք 60 տարի ապրել ենք այս անունով, այսօր գնանք ուրիշ անունով։ Ես չեմ փոխի իմ ազգանունը, կյանքում կամ անունը։ Ես մի տարի մենակ ապրում եմ 15 հոգից Լենինգրադում, ես ազգանուն չեմ ուզում փոխեմ, հիմա փոխե եւ գնացել էի։ Հարկելանքը հանեն, ամենակարևորը թող կառավարությունն իմանա։ Փաստաթղթերի սխալմունքներ որ ես գտնվել եմ օրենքով։ Ամեն ամիս ես վճարումներս կատարել եմ։ Ինչու՞մ է հարցը։ Գնացել եմ ինձ հետ են ուղարկել տվել են, որ հեսա իրանք հոդված ունեն, որ վերջի 3 տարում, ով որ 2-ից 3 անգամ շտրաֆ արել, այս օրենքը ստատյան իրանց ասելով պատկանում է այդ անձին, բայց ես վերջ անգամ 2005 թվին եմ եղել, մեկը 2013 թվին, դեկտեմբերի 7-ին ես եղել եմ Սոչի քաղաքում, նույն օրը ես գրանցում եմ արել ժամանակավորապես եւ հանել եմ պատենտ։ Ինձ ոչ մի բացատրություն չի տվել, ինչի համար են իմ մուտքը արգելը փակում։ Մեկ էլ է ինձ հետաքրքիր, եթե օրենք կա, օրենքով մարդիկ շարժում են, ինչի համար են մարդկանց այդ իրավունքները, այդ օրենքները խախտում։ Իմ սաղ թղթերը օրինական է։ Դուք պնդում եք, որ որևէ խախտում չեք արել, բայց Ես պնդում եմ, որովհետև հեսա ստեղ կա վերջի 3 տարում, բայց ես եղել եմ վերջ անգամ 2005 թվին։ Վերջ 3 տարին ո՞րն է։
Կարանք անենք, չէ՞, կոպիտ ասած բերե հաշվար կանենք 2009 թվին, բայց ես վերջի անգամ եղել եմ 2005 թվին, որ մեկ էլ 13 թվին, որ ոչ մի խախտում չեմ արել, հեսա, ունեմ չեկերը։ Եգանյանի սաղ դիմում են գրել 4-5 ամիսա չկա։ Ասում են գնում եք ձեր մարզերը, որտեղ ամեն վաղ թո չենք կարա մենք գնանք մարզերը, այնտեղ ինչ որ ոնց որ ստեղ անեն ձեր տարբերություն կա, դեր դասեն։ Բայց մենք օրինական լրիվ 17 տարի ես Լենինգրադում եմ, 17 տարին էլ լրիվ օրինական աշխատել եմ չեկերով, մուծելով, ամեն ինչով։ Շտրաֆ չեմ ունեցել, միլիցիա չեմ ընկել։ Ոչ մի բան չեմ արել, որ ասենք եկել եմ Չէ, ուղղակի ես եկել եմ սովորականի նման։ Հետո մի հաջորդ տարին գնացել եմ, ասել են դու զապրետի տակ ես։ լավ, ասենք Գնում ես ձեր մոտ, կիմանաս ինչի համար, բայց ոչ ստենք իմանամ, ոչ էլ ընդե ենք իմանամ։ մի թեթև բանի համար շտրաֆ մուծել ենք, ասենք թե դոկումենտների պատճառով էլի, այդ շտրաֆը մենք մուծել ենք, իրանք դրել են վիդվարենյային արել, իսկ հիմա Տամոժնի սայուզը, նուժելի, էդի չի ազդում դրանց վրա։ Բայց հետաքրքիր է կազմը։ Շատ հետաքրքիր է էդի, բայց Տամոժնի սայուզը Բոլորս էլ դատավոր ասեց, հենց այդ թղթերը տալուց ասեց գնացեք, դուք խնդրեմ չունեք, հունվարի 2-ից դուք ազատ քաղաքացի եք։ Գալիս ենք ստե մենք էլ ազատ քաղաքացի չենք, դառնում ենք անգործ, այսա սաղած կեթանք տաքսու շոֆեր կդառնանք։